Ազգային ժողովը նախորդին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանեց 18 ամիս։ Սա կարող է դառնալ ազգային անվտանգության լուրջ ձեռքբերում միայն մի պայմանով, եթե 18 ամիսը քաղաքական ժեստ չէ, այլ պաշտպանական ռեֆորմների սեղմ ու խիստ փաթեթի սկիզբ, որովհետև ծառայության ամիսները օրերի քանակը մարտունակություն չեն ապահովում, մարտունակությունը ստեղծվում է կառավարման որակով, կապով, հետախուզությամբ, շարժունակ սպառազինությամբ, ճիշտ վարժանքներով եւ պրոֆեսիոնալ պատրաստությամբ։ Ինչ է անհրաժեշտ՝ արագ պրոֆեսիոնալ պայմանագրային միջուկի աճ եւ մրցունակ վարձատրություն, տեխնոլոգիական թռիչք, դրոնային մշտադիտարկում, հակադրոն, ինտեգրված հրամանատարական կենտրոններ, ժամանակակից ռադարներ, ռեզերվի իրական համակարգ, պարբերական վերապատրաստում, արագ մոբիլիզացիա, կիբերկարողություններ։ Վարժանքների վերանայում ոչ թե քանակ, այլ մարտավարական խորություն ու խիստ նորմատիվներ եւ զինծառայողի սոցիալական ու իրավական երաշխիքներ, ծառայությունից հետո կրթություն եւ բարձր վարձատրվող աշխատանք։ Ֆինլանդիան, Իսրայելը, Շվեյցարիան ուժը պահում են պրոֆեսիոնալ միջուկ պլյուս պատրաստ պահեստազոր մոդելով։ Հայաստանը նույնպես պետք է գնա այդ ուղով։ Մեր բանակը չի կարող կախված լինել միայն զորակոչիկների հերթափոխից, այն պետք է կազմված լինի պրոֆեսիոնալ հրամանատարության, տեխնոլոգիայի եւ մշտապես պատրաստ ռեզերվից։ Այս պահից սկսած պետությունը պետք է ներդնի տեխնոլոգիա, կարգապահ կառավարման համակարգ, պայմանագրային հստակ միջուկ եւ պահեստազորի պարտադիր վերապատրաստում եւ կստանանք ավելի արագ արձագանքող, ավելի խելացի, ավելի ճշգրիտ եւ ավելի կենսունակ բանակ։ Սա է ընտրությունը։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը դարձնել անվտանգություն կառուցելու գործիք, ոչ թե անվտանգությունը կրճատելու գին։